Իմ լացս կկայվի, այսօր իմ գյուղս կկայվի։ Շիրակի մարզի Աշոտք համայնքի մի քանի տասնյակ գյուղերում փակվում են դպրոցները։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ այս բնակավայրերի երեխաները ստիպված պիտի լինեն ամեն առավոտ տասնյակ կիլոմետրեր անցնել այլ բնակավայրում դպրոց հաճախելու համար։ Լուսինա Ավետիսյանը դպրոցի տնօրենն է, գիտես իշխանն է չարչրվի, որ դպրոց ունենանք։ Ինչ կան էին աշխատավարձ ստանում, շատ չնչին գներով, աշխատում էին, պայքարում էին, բայց այսօր դպրոց կքանդեն գեղերը։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավում, ապա արդեն որպես կառավարություն իշխող քաղաքական ուժը խոստացել էր 500 դպրոց կառուցել։ Շիրակում պատկերն այլ է։ Ամասիա և Աշոտք համայնքներում, Գյումրիում, Անի ու Ախուրյան համայնքներում մի քանի տասնյակ դպրոցներ փակվել են կամ փակվելու ճանապարհին են։ Հայ-թուրքական սահմանին գտնվող Կարմրավան գյուղը դրանցից մեկն է։ Դպրոցի տնօրենից ու ուսուցիչներից գյուղում գոհ են։ Նախարարության որոշումից դժգոհ։ Մեկը 6-րդ դասարան, մեկը 4-րդ դասարան, մեկն է առաջի դասարան պետք է ստա։ Ուր տանինք երեխեքին։ Հնարավորություն չկա։ Ուր տանինք։ Ստեղի ձմեռն է շատ սաստիկ ձմեռ է եղնում։ Ուր տանինք երեխեքը, եթե տանինք յուղից յուղ, ամեն օր ճամպեկը փաջորեմս պետք է երեխեքը մնան անգրագետ, չպետք է կրանանք դպրոց տանինք բերենք։ Նախարարությունը վստահեցնում է, խնդիրներ չեն առաջանա, իրենք ճանապարհներն էլ կկառուցեն, երեխաների տեղափոխության համար տրանսպորտի միջոցներն էլ կապահովեն։ Որոշումն էլ դպրոցների օպտիմալացում են համարում։ Դպրոցներ տանող ճանապարհները վերանորոգվելու են, ինչը կնպաստի երեխաների անվտանգ տեղափոխմանը։ Երեխաների բնակավայրից բնակավայր տեղափոխումն իրականացվելու է հատուկ երեխաների համար նախատեսված տրանսպորտային միջոցներով։ Աշոտքում չեն հավատում խոստումներին։ Ասենք այս երեխես առաջի դասարան է գնացել, ելնի այդ տրանսպորտին են կան սպասի, որ մինչև այդ 6-րդ դասարանի երեխես դասից ելնի, որ նոր այս առաջի դասարանի երեխեն տուն գա։ Ինչ պետք է եղնի, թող այս հարցը կարգավորեն, մարզպետարանից կարգավորեն, դպրոցը չփակվի։ Մինչ կարմրավանցիները մարզպետարանին հորդորում են լուծել հարցը, մարզպետարանից բոլոր դպրոցների տնօրեններին հորդորում են չխոսել լրագրողների հետ։ Մեր նկարահանման ժամանակ էլ դպրոցների տնօրենները հրաժարվեցին կարծիք հայտնել։ Մարզպետարանը նախազգուշացրել էր լրագրողներին նույնիսկ դպրոց չթողնել։ Շիրակում այլ մտահոգություններ էլ ունեն։ Առանց դպրոցի դատարկվելու են, առանց այդ էլ դատարկվող սահմանամերձ գյուղերը։ Դիք շատ սխալ բան է, աղջիկ ջան։ Դպրոցը փակելով գյուղն էլ հետը կդատարկվի, քանի տուն բան կա, այնե թողնի կերտան։ Գյուղը մնա անդերուտս։ Կարմրավանցի այս ընտանիքը չի պատրաստվում իրենց երեխաներին մի քանի գյուղ այն կողմ դպրոց տանել։ Փոքր են, ով կթողնի նրանց միայնակ մի քանի գյուղ գնալ ու վերադառնալ, ասում է ընտանիքի տատիկը։ Թորնիներս մեկը 2-րդ դասարան է, մեկը 4-րդ դասարան է։ Ով կթողնա իր այդ երեխեքին ներտան ուրիշ տեղեր։ Այնտեղ էշտելուն ուրիշ գյուղեր էշտելուն կեստան Լենինական, լավ քաղաք տեղեր կեստան, մակուր իստակ տեսնես մեր ցեխնու չամուրն ու ձունը հարմի Արավոտ կայք բուկեր մեր մոդը։ Նույն մտահոգությունն ունեն Գոգհովիտում։ Սոցիալական վատ պայմաններն արդեն գյուղից հեռացրել են երիտասարդներին, հիմա էլ հերթն աշակերտներինն է։ Բացի դրանից, ուսուցիչներն էլ իրենց հերթին կմնան առանց աշխատանքի։ Փակվելու եզերին է, որը փակվելու դեպքում գյուղի բնակչությունը քերենա գյուղից։ Երեխաներին ուրիշ դպրոց հնարավոր չէ տեղափոխել, ինչ ձևի ուզում է տրանսպորտ տրամադրել, չի կարող սպասարկել։ Փոքր տարեկան երեխան, գիտեք, որ խնամքի կարիք ունի, մյուս էլ հարցերը հետ աշխատատեղերը կվերանան գյուղի հետ 20-22 հոգի աշխատում են։ Աշխատանք չլինի այդ դեպքում, այդքանն էլ կմնան անգործ։ Հայ-թուրքական սահմանին ավելի մոտ մյուս շրջանում Ամասիայում եւս նույն իրավիճակն է։ Աղվորիկ գյուղի ուսուցիչներն ու աշակերտներն այլ գյուղում աշխատանքի ու դասի գնալ չեն ուզում։ Դպրոցները փակվելու հետ մտավախություն կա, որովհետև նախ առաջինը կրճատվեն աշխատատեղերը, հետո գյուղերը կդադարվի, ինչքան որ մնացել են, այս դպրոցների աշխատանքի համար են մնացել այս տարածաշրջանի վրա մարդիկ։ Եթե փակվան բնական է գյուղերը լրվությամբ կդադարվեն։ Հետո որ ասում են ուսուցումը լավ կլինի, ես կասկածում եմ, հա,
կրտահամաններում կրա լավ լինի, ամեն ինչով հագեցված լինի դպրոցները, բայց տեղափոխման հարցը շատ լուրջ է։ 52 ընտանիք ունեցող այս գյուղը դպրոցի շենք չունի, որպես դպրոց ծառայում է համայնքապետարանի շենքը։ Այս դպրոցի փակվելու դեպքում երեխաները պիտի գնան Բավրեի դպրոց, 10 կիլոմետր հեռու։ Տրանսպորտ չի լինի, դրա համար մենք չենք կարող գնալ, այդպես ճանապարհները որ փակվեն, չէ գյուղն եմ ուզում շենացնել։ Շիրակի սահմանամերձ գյուղերում դպրոցները փակելու որոշումը պարզապես կրթական փոփոխություն չէ, այն կարող է դառնալ հերթական հարվածը առանց այդ էլ դատարկվող համայնքներին։ Պաշտոնական խոստումները ճանապարհների, տրանսպորտի ու խնդիրներ չլինելու մասին շիրակցիներին չեն համոզում։ Այստեղ մարդիկ արդեն տեսել են չկատարված խոստումների գինը։ Եթե որոշումը չվերանայվի, Շիրակի այս գյուղերում դպրոցների դռները փակվելու հետ կարող են փակվել նաև տների դռները։ Սահմանն էլ ամայի։ Սեդա Մակարյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։